Տեղին է արդյոք խոսել ցեղասպանության թեման պատմաբաններին թողելու հնարավորության մասին, թե սա քաղաքական ու իրավական հարց է։ Հնարավոր է արդյոք հրաժարվել ցեղասպանության ճանաչման պահանջից Թուրքիայի հետ տնտեսական ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց։ Եթերում հեռանկար բանավեճն է ակտուալ թեմաների համապարփակ քննարկմամբ։ Այսօր ապրիլի 24-ն է ու բնական է, որ չէինք կարող շրջանցել հայոց ցեղասպանության թեման։ Փորձենք քննարկել ու վերլուծել, թե ինչ դեր է խաղում Եղեռնի թեման հայ-թուրքական հարաբերություններում։ Տաղավարում են հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը ու ազգային դիմակայունության Հայաստանյան ինստիտուտի հիմնադիր նախագահ Գևորգ Մելիքյանը։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Նախ հասկանամ, ձեր նախնիներից ինչ-որ մեկը տուժել է ցեղասպանությունից։ Այո։ Որտեղացի էին։ Մշեցին դե։ Դուք ունեք նախնիներ։ Չեմ կարծում, որ Հայաստանում կլինի ընտանիք, ում նախնիներից որևէ մեկը չի տուժել ցեղասպանությունից, իհարկե։ Ծանոթանանք տեսանյութին, որը գործընկերս պատրաստել է ու անցնենք բուն զրույցին։ Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար պարզապես օր չէ։ Սա հիշողության, խոնարհումի եւ լռության մեջ խոսող ցավի օր է։ Ամեն տարի այս օրը աշխարհասփյուր հազարավոր հայեր գալիս են այստեղ Ծիծեռնակաբերդ հարգանքի տուրք մատուցելու, ոչ միայն հիշելու անցյալը, այլ նաեւ վերահաստատելու իրենց ինքնությունը։ Այսօր լրացավ հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային կոտորածներն ու տեղահանությունները ոչ միայն բազմաթիվ կյանքեր արժեցան, այլև բազմաթիվ ճակատագրեր փոխեցին։ Իմ պապերը հենց Արևմտյան Հայաստանից են։ Իրանք որփանոցում են մեծացել։ Պապիների փոխանցման, որ իրանք են շատը տեսել, վատ բաներ, ցավ, տառապանք, մահ, սպանություններ անտեղի։ Տատուս փրկեցին, իրա մերը բանի մնացին ընդեղ, դրանք չեկան։ Այս դաժան պատմությունները միշտ լսել ենք մեր մեծերից։ Իմ ամուսնու եւ պապիկն է արտագաղթած, եւ տատիկը, եւ մանկատանը նրանք հանդիպել են միմյանց եւ ամուսնացել են։ Ավելի քան մեկ դար անց այս պատմությունները չեն լռում։ Դրանք ապրում են ընտանիքներում, գրքերում, ձևավորելով սերունդների ինքնագիտակցությունը։ Ավելի քան մեկ դար անց Ծիծեռնակաբերդն ամեն օր ունի այցելուներ։ Հատկապես ապրիլի 24-ին անմար կրակի շուրջ ծաղիկների շերտը գնալով հաստանում է։ Այստեղ յուրաքանչյուր խոնարհված ծաղիկ ունի մի անուն ու չպատմված մի պատմություն։ Այսօրվա դրությամբ հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի ավելի քան 4 տասնյակ երկրներ ու միջազգային կազմակերպություններ։ Գիտեք, աշխարհի բոլոր ցեղասպանված ժողովուրդները մի բան ստանում են աշխարհից։ Օրինակ Իսրայելը գոյություն չէր ունենա, եթե հոլոկոստը չլիներ։ Նույնը Հայաստանին էր սպասում։ Եվս մի 20 պետություն ավելանար, մի 40-ա չէ, կարծեմ ցեղասպանություն ճանաչած։ Այդ թիվը երբ դառնար 60, 70, անպայման Արցախը հայերին կտրվեր որպես կոմպենսացիա։ Դա ինձ բանա որ սաղ կյանք չի կարա էլի վերանա, չգիտեմ, շատ դաժան է եղել էլի։ Որ կարա մոռանա ինքը ինձ թվում է հայ չի էլի։ Ես տենց եմ տենում։ Այդուհանդերձ տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ են փորձարվել շրջել անցյալն ու կարգավորել հարևան երկրի հետ հարաբերությունները։ Նախորդ փորձերը այդքան էլ հաջողություն չեն ունեցել։ Նոր առավել ակտիվ գործընթաց սկսվեց 2020-ի պատերազմից հետո։ Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն 1991 թվականից, իսկ երկրների միջև պետական սահմանը փակ է 1993 թվականից, սակայն Երևանի եւ Անկարայի միջև շփումներն այսօր առավել քան ակտիվ են դարձել։ Միևնույն ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շարունակում է պայմանավորված լինել տարածաշրջանային գործոններով։ Մենք առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը քայլ առ քայլ Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Օրեր առաջ էլ Ստամբուլում տեղի հայկական լրատվամիջոցների հետ ասուլիսում Հայաստանի ազգային ժողովի նախագահն ասել էր, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ակնառու խնդիրներ չկան։ Հայաստանը պատրաստ է բացել սահմանը, բայց Թուրքիան նոր քայլեր չի ձեռնարկում։ Ալեն Սիմոնյանի խոսքով Ադրբեջանը, օգտագործելով իր լոբբին ու ազդեցությունը, խոչընդոտում է հայ-թուրքական սահմանի բացմանը։
Մի կողմից Ադրբեջանը բանակցում է մեզ հետ, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան բանակցի մեզ հետ։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան դարձել է այս հարաբերությունների գերին։ Ժամանակի ընթացքում ցեղասպանության թեման դուրս է եկել միայն հիշատակի շրջանակներից, դառնալով նաև քննարկումների, երբեմն տարաձայնությունների առարկա։ Քաղաքական, հասարակական եւ միջազգային համատեքստերում այն հաճախ ներկայացվում է տարբեր շեշտադրումներով, ինչը նոր հարցեր ու մեկնաբանություններ է առաջացնում։ Տիգրան Վակիմյան, Լևոն Խաչատրյան, հեռանկար բանավեճ։ Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին կարգախոս էր առաջ քաշվել, հիշում ենք ու պահանջում։ Այն այսօր նույն չափ ակտուալ է, թե ինչ-որ տրանսֆորմացիայի կարիք կա։ Խնդրեմ։ Շնորհակալություն հարցի համար, բավական բարդ հարց եք բարձրացնում։ Հիշում ենք, չենք կարող մոռանալ, բայց ինչ ենք պահանջում։ Ես ճիշտն ասած 100-ամյակից առաջ էլ այդքան էլ չէի հասկանում, թե մենք ինչ ենք պահանջում, որովհետև չեմ կարծում, որ այսօր Հայաստանը հաշվի առնելով իր հնարավորությունների, ռեսուրսները, աշխարհակաղակական իրավիճակը եւ այլն կարող է որևէ բան պահանջել։ Բացի գուցե ներողությունից, բացի գուցե զղջման խոսքերից, որոնք լավ կլիներ, որ մենք լսեինք Թուրքիայից։ Գուցե ավելի ճիշտ է խոսել այն մասին այսօր, որ սա ցավ է, սա ազգային ցավ է, սա նաև պետական ցավ է, ես այսպես կանվանեմ, պետության համար է սա ցավ, եւ այսօրվա խորհուրդը մեզ պետք է մղի հետագայում անցյալի սխալները չկրկնել, եւ անցյալի սխալը չկրկնել նշանակում է նաև այդ թվում Հայաստան-Թուրքիա փոխհարաբերություններում չապավինել երրորդ կամ այլ ուժերի։ Գևորգ, միայն հիշում ենք, թե նաև պահանջում։ Իրականում այդ երկուսը ինչ-որ առումով փոխկապակցված են, որովհետև եթե մենք հիշում ենք, ապա նաև իրեն դնում են գործողության մեջ եւ փորձում ենք տրանսֆորմացնել ինչ-որ մի առարկայական գործողության, այնպես չի որ ուղղակի հիշում ենք հիշելու համար։ Գործողությունները ժամանակի ընթացքում տարբեր են եղել, դուք նաև նշեցիք արդյոք տրանսֆորմացիա կա, այո, այդ կերպափոխումը կա, դա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ ունի, որովհետեւ նաեւ ցանկացած բան ինչ որ ենթադրենք նույն ցեղասպանության հենց օրերին, ինչպես էր կառուցվում այդ ցեղասպանության վերաբերյալ հայկական նարատիվը, որից դրանից հետո լոբինգային գործունեությունը, մասնապես Միացյալ Նահանգներում եւ Անդին, եւ խորհրդային միության արդեն շրջանակում ինչպես էր դա արվում, եւ արդեն անկախության տարիներին բնականաբար այդ տրանսֆորմացիան մենք իսկ վերջին տարիների ընթացքում ինչ տրանսֆորմացիա է ապրել։ Վերջին տարիների ընթացքում ես պիտի ասեմ, որ ես տեսնում եմ որոշակի զգուշավորություն հայկական իշխանությունների կողմից, չեմ կարող ասել, չեմ կարծում որ դա օբյեկտիվ է, այսինքն օբյեկտիվը այնքանով որ իրենց համար դա օբյեկտիվ է, որ իրենք փորձում են դա կապել այս զգուշավորությունը հայ-թուրքական հարաբերություններին չվնասելու հետ։ Այդ ձգտումը օբյեկտիվ է թե չէ։ Ըստ իս, այսինքն ինչ ենք հասկանում օբյեկտիվ ասել, պետք է թե պետք չէ։ Այո, ենթադրում եմ։ Իհարկե դա եթե ես որպես փորձագետ կամ որպես քաղաքացի խոսեմ, ապա պետք չի կապել։ Այսինքն դու պետք է կարողանաս քո անգլերեն ասում են symbols politics-ի, քո խորհրդանիշերի քաղաքականությունը պահես։ Առանց դրա, ինչպես օրինակ նույն հոլոկոստը նշեց, գործընկերը դժվար է հրեական, իսրայելական նարատիվի կառուցումը անգամ անվտանգության never again, այլևս երբեք կարգախոսը գալիս է հենց այդ տեղից, որ նրանք երբեք չեն մոռանում, ավելի նույնիսկ ըստ իս նաև հաճախ ինչ որտեղ չափից դուրս շատ են հիշում այդ իրադարձությունը, բայց դրա վրա են կառուցում իրենց քաղաքականությունը, իրենց հիշողությունը, իրենց անվտանգային մտածողությունը եւ ամենակարևորը ռազմավարական միտքը, որ հասկանան, որ դու պիտի թույլ չտաս, պիտի կառուցես այնպիսի պետություն եւ պետականություն, որը Պարիսպի նման ուժեղ քեզ պաշտպանի։ Խոսքը նրա մասին չէ, որ պահանջ ունենալ պարտադիր Թուրքիայից ենթադրենք հողային կամ եւ այլն, որում պետք է ասել, որ միջև որս մենք այդ պահանջները այդպես ձևակերպված չունեցանք։ Ամեն մեկը ըստ քաղաքական ուղղվածության եւ նաեւ Սփյուռքի հետ Սփյուռքի առանձին գաղութներ տարբեր ընկալումներ ունեն, նշվեց, որ դա կարող է լինել զղջման, ներողության եւ այլն։ Հայաստանը պիտի անպայմանորեն իր հետ տեղի ունեցածը ընկալի որպես կարևոր դաս
կարևոր փորձառություն, ինչքան էլ որ դա դաժան լինի, իր անվտանգությունը կառուցելու համար։ Հասկանալի է։ Արդյոք գործող իշխանությունները առիթ տվել են կարծելու, որ կարող են այս հարցում վերջակետ դնել ու ցեղասպանության ճանաչման մասին այլևս չխոսել Թուրքիայի կողմից ինչ որ զիջումների դիմաց։ Ես չեմ կարծում, որ գործող իշխանությունները, նախկին իշխանությունները, ապագա իշխանությունները կամ որևէ մեկը երկրագնդի վրա ունի իրավունք, դա կլինի հենց իրավունքը որպես հենց իրավական գործընթացի մաս կամ բարոյական իրավունք կամ ցանկացած այլ տիպի իրավունք հայոց ցեղասպանության հարցում խոսել վերջակետերի մասին։ Հնարավոր չէ դա ուղղակի, որովհետև կա հավաքական հիշողություն, արդեն դիսկուրս կա, թերթել այդ էջը, հա։ Խնդիրը էջը թերթելու մասին չէ, խնդիրը նրա մասին է, որ ցեղասպանությունը որպես իրողություն այն ժամկետ չունի, ցեղասպանությունը որպես իրողություն մշտապես ուղեկցելու է մարդկության պատմությունը։ Խոսքը միջազգային ճանաչման այդ արշավի մասին է, արշավը դադարեցնելու մասին է։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը երբեք միջազգային մասշտաբով արշավ չի իրականացրել, գոնե հանրային, այդպես կամ իր կոնցեպտները ձևակերպելու կամ առաջ տանելու առումով։ Ընդ որում ես նշեմ, որ արտաքին գործերի նախարարը, ներկա արտաքին գործերի նախարարը մեկ անգամ ասաց, որ ցեղասպանության ճանաչման հարցը մեր օրակարգի առաջնահերթություն չէ։ Ես ճիշտ ասած չգիտեմ ինչու նա ամբողջությամբ նախադասությունը չվերջացեց, որովհետև այն մեր ցեղասպանության, այն մեր օրակարգի առաջնային հարց չի եղել երբեք Հայաստանի 35 տարվա պատմության մեջ։ Երբևէ Հայաստանը բացի ուրեմն անկախության հռչակագրից, որտեղ ցեղասպանության մասին կա հիշատակում, մնացած ոչ մի փաստաթղթում, ոչ մի տեղում, ոչ մի իշխանություն, ոչ մի իր ծրագրում չի գրել, որ ցեղասպանության ճանաչումը մեզ համար առաջնային է, մենք գնում ենք այդ ճանապարհով եւ այլն։ Եվ այս իշխանությունները բացառություն չէ, իրականում այս իշխանությունը այս հարցում հետևում է նախորդ իշխանությունների վարքագծին ընդհանուր առմամբ։ Խնդիրը այստեղ այլ է, խնդիրն այն է, որ իրողությունները փոխվել են, Հայաստանը եւ Թուրքիան փորձում են կարգավորել իրենց հարաբերությունները եւ ես այստեղ չեմ համաձայնի գործընկերությունից հետ, որ նարատիվներն էլ են փոխվել կամ Հայաստանը փորձում է մոռացության մատնել ցեղասպանության հետևանքների եւ այլի նարատիվը։ Հայաստանը նման բան չի անում, գոնե պաշտոնական մակարդակում չի անում, այլ հարց է, որ առաջնահերթությունը տրվում է այլ հարցերի։ Առաջնահերթությունը տրվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, առաջնահերթությունը տրվում է սահմանների բացմանը, փոխադարձ առևտրին, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, եթե դա ստացվի, դա չի նշանակելու իր հերթին, որ ցեղասպանությունը ինչ-որ մեկը մոռանալու է կամ վերջակետը դնելու։ Գևորգ, իսկ դուք ինչ եք կարծում, իշխանությունը պատրաստ է քննարկել խնդրի արժեքը պայմանական ասած։ Դա ինքը չի կարող չառերեսվել իրականությանը, բայց այստեղ կարծում եմ հարցն այն է, որ ոչ թե իշխանությունը այս մոռանում է կամ մոռանալու է, այլ անգլերեն ասում են downgrade, այսինքն փորձել իրեն այնպիսի շրջանակի մեջ դնել, որը չլինի շատ աչքի զառնող հարաբերություններում, այսինքն նորից զգուշավորություն, ես կարծում զգուշավորության մասին ասացի ավելի շատ, որ իշխանության այսօրվա քաղաքականությունը, ինչպես որ Ռոբերտը ասաց, իրողությունները փոխվել են գետնի վրա, այդ չեմ ուզում ասել վախը, բայց այո, իշխանությունները տարբեր ժամանակներում մեզ մոտ փորձել են չդնել օրինակ Թուրքիայի կողմից ցեղասպանությունը ճանաչելու ուղիղ պահանջ, երբեք չեն արել։ Եվ սա քննարկելի է եղել ինձ համար միշտ, բայց հասկանալի է եղել ինչ-որ, որովհետև այսպես ասած քաշային կատեգորիաները տարբեր են եղել եւ Հայաստանը երբեք չի ուզեցել ուղիղ առերեսվել ինչ-որ բան փոխվել է վերջին տարիների ընթացքում հենց այդ իմաստով։ Ես կարծում եմ, որ հիմա ընդհակառակը կա խոսքը նաեւ վիդեո ռեպորտաժում կա շատ հետաքրքիր անդրադարձ, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման ձգտում կա, ինչը 90-ականներից կա, 91 թվին Թուրքիան ճանաչեց, բայց խնդիրն այն է, որ աշխարհաքաղաքականությունը եւ քաղաքականությունը գերիշխում է ընդհանուր այս պատմական արդարության եւ վրա եւ Հայաստանի իշխանությունները փորձում են այդ հարցում մանևրել ավելի շատ, քան ըստ իս սահմանել Հայաստանի կոնկրետ ազգային շահերը, կոնկրետ ազգային ռազմավարությունը, այսինքն խուսափել մաքսիմալ, որքան հնարավոր է այդ հարցը առաջին պլան բերելուց, բայց ներսում իհարկե ներքին լսարանի համար շարունակել, որքան հնարավոր է պահել այդ թեման, որովհետև հասկանալի է, որ մարդկանց էմոցիաների հետ խաղալ հնարավոր չի լինելու։ Հիմա հենց այդ սովորական մարդկանց էմոցիաներին անդրադառնանք եւ տեսնենք փողոցով քայլող մարդիկ ինչ են ասում այս թեմայի մասին։
Ցեղասպանությունը դա մեր կյանքի ամենացավոտ, ամենավատ էջերից մեկն է, որի մասին հիշելիս երևի թե ամբողջ մարմնով դող է անցնում։ Այս հավատ տանեմ ճիշտ է, մենք շատ զոհեր ենք ունեցել, հիմա որոնք այս զոհերի հետևից մեր երկիրը ինչ պիտի օգուտ քաղի, կարած ասես։ Դե դա հարցի մյուս կողմն է, բան չի փոխվում, բայց դա չի նշանակում, որ պիտի չհիշենք։ Ոնց կարելի է չհիշել, եթե դու հայ ես։ Պետք է ուշ հավաքես, որ մի բանի տիրանաս։ Ես չեմ ներում այն ժողովրդին, ովքեր որ հայազգի նկատմամբ նման ոճրագործություն են իրագործել։ Մենք ամեն դեպքում պետքա չթողնենք, որ այդ թշնամանքը շարունակվի, այդ մեզ մենակ վնաս է տալիս։ Ոնց ֆորում ես թուրքը, էլի սենց ենք տենում։ Ես ոնց ծնվել եմ իմ մեջ մտել այդի, որ թուրքերը սենց, թուրքերը նենց։ Երբեք ժխտել հնարավոր չէ։ Ոչ ուրանում ենք, ոչ ժխտում ենք, բայց իսլամը պահանջելու բան էլ չունենք։ Անցը գնացել է, ինչ եղել է։ Հայ պահանջը պետք է լինի մեր հողերի վերադարձը։ Ռեալության Հայաստանում հայ չմնացել, տան որ ինչ։ Կարսում այսօր հայ չկա։ Կարսում քրդեր են ապրում, գրեթե 100%-ով։ Բայց քրդերն ինչ անեն, թողնեն գնան։ Կամ հայերը քրդերի հետ կապրեն։ Շատ ազգություններ արդեն աշխարհում ճանաչում են ցեղասպանությունը, նաև Թուրքիան պետք է ճանաչի։ Դա շատ կարևոր է մեզ համար։ Պահանջ դաշնակներից պահանջ ունեն, վերջ։ Մեր պահանջը արդար է։ Ինչ տարածքներ։ Ո՞վ է գնալու այդ տարածքների վրա ապրի։ Իհարկե ոչ։ Ո՞վ է գնալու կռիվ տա։ Ինչ որ ունեք էս մեզ մնա, շատ լավ կլինի։ Թող վերջը թշնամությունը վերանա, էլի։ Հիշում եք 23 թվականի հունիսին ազգային ժողովի նախագահ դատապարտել էր Երևանում Նեմեզիսի հուշարձանի բացումը եւ հայտարարել էր, որ արտադատական այդ որոշումները չի կարելի հանդուրժել եւ պետք է հաշվի առնել Թուրքիայի մոտեցումները։ Դա ինչ որ բանի մասին վկայում է։ Դա վկայում է, որ այդ ժամանակում մենք շատ ծանր իրավիճակում էինք եւ այդ ժամանակ անհրաժեշտ էր Հայաստանի Հանրապետությունում որոշակի զգուշավորություն, այս զգուշավորությունը, որի մասին Գևորգը խոսում էր, բայց դա տեղի չունեցավ եւ ընդամենը ամիսներ անց մենք ունեցանք ցեղասպանության շարունակականություն կամ էթնիկ զտում, ինչպես ուզում եք անվանեք Արցախում, թեև դա չի նշանակում, որ հուշարձանը չբացվեր, էթնիկ զտումը չէր լինելու։ Այնուամենայնիվ իրավիճակներ կան, որտեղ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ցանկացած կազմակերպություն պետք է իր պատասխանատվությունը զգա, հասկանա իրավիճակը, զգա իրավիճակը եւ փորձի գործընթացները կամ գործողությունները իրականացնել Հայաստանի կարևորագույն շահերից ելնելով, բայց ես կցանկանայի ամեն դեպքում տեսանյութում հնչած մի մտքի անդրադառնալ, հուսով եմ գործընկերս կարձագանքի, եթե համաձայն լինի կամ եթե համաձայն չլինի, տեսեք խոսում է պահանջների մասին Թուրքիայից, հատկապես հողային պահանջների մասին, եկեք նայեք քարտեզին, էլի ժողովուրդ 3 միլիոն ապրում են, այդ եթե քարտեզը վերցնենք մեր տարածաշրջանի կենտրոնում, մենք հայերս 3 միլիոն ենք։ Մեզնից դեպի Թուրքիա 80 միլիոն են, 80-90 միլիոնն ու մեզնից դեպի Ադրբեջան 10 միլիոն են, ներքևում էլի 80-90 միլիոն իրանցիներն են, վերևում վրացիներ են, որոնք էլի մեզնից շատ են, 5-6 միլիոն են մոտավորապես։ Ով ասաց, որ ավելի քիչ մարդիկ պետք է տիրապետեն ավելի շատ տարածքի, այն էլ այսպիսի միջավայրում, այսպիսի տարածաշրջանում, որտեղ ամեն մի կտոր հողի համար արյունն է թափվում անընդհատ, նույնիսկ այսօր երբ մենք խոսում ենք։ Այնպես որ պահանջելուց առաջ մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատել մեր հնարավորությունները։ Եթե մենք ինչ-որ բան ենք պահանջելու, ուրեմն մենք չպետք է լինենք 3 միլիոն, մենք պետք է լինենք ամենակիչը 100 միլիոն, որ 80 միլիոն ունեցողից ինչ-որ բան պահանջի։ Այ Ռոբերտի ասածը նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք ցեղասպանության հարցում մեր պահանջների նշաձողը իջեցնել, ինչպես ժամանակին վարչապետ Արցախի հարցում վերաբերել։ Պահանջները չենք ձևակերպել։ Սա ամբողջ հարցն է, որ ինչպես եւ նաեւ ես նշեցի, յուրաքանչյուր անհատ խումբ իր պատկերացումն է ունեցել ցեղասպանության հարցում, ճանաչման հարցում, ոմանք անգամ չեն իմացել, որ Հայաստանը չի ներկայացել ուղիղ պահանջ Թուրքիայից։ Նշաձող չունենք նույնիսկ որ միջազգային։ Այսինքն ձևակերպումները տրված չեն, ինչը բաց թողում է։ Իհարկե այստեղ կա ռեալ պոլիտիկի եւ էմոցիոնալ պոլիտիկի, այսպես ասած, բախումը, գնահատել քո իրական կարողությունները եւ նաեւ գնահատել քո այն պրոյեկտվող կարողությունը, որ դու կարող ես ունենալ։ Դրանք երկուսը երբեք պետք է մեկը մյուսին չլքեն, այսինքն դու երբեք չպիտի կորցնես քո երազանքը, խոսքը այստեղ տարածքային մասին չէ, այլ ընդհանրապես երբեք չպիտի մտածես, որ դու անկարող ես եւ դու երբեք չես կարողանալու այս կամ այն բանը, եթե այդպես մտածեին եւ հрьяաները եւ այլ ազգեր,
երևի թե ոչինչի չեն հասնի, ընդհակառակը պետք է միշտ ունենա շատ բարձր նշաձող, դա պարտադիր է, որովհետև նաև ցեղասպանությունը մեր ցավն է, ինքը իսկապես մեր ողբերգությունն է, ցեղասպանությունը տրավմաների հիմքն է դարձել, ինքը ինչ որ առումով դարձել է այս պետության եւ մեր ժողովրդի ձևավորման հիմնական այդ ցնցումը, որից հետո մենք եւ ոչ միայն մենք ամբողջ աշխարհով դա ավելի շատ Թուրքին է վերաբերում երևի։ Մեզ այդ հարվածը բոլորիս է եկել, մենք կորցրել ենք հոգեվորականություն, մենք կորցրել ենք տարածքներ, եկեղեցիներ, մատյաններ, հիշողություն, մարդիկ այդ հիշողության նաեւ խնդիր են ունեցել, չէ, ցավոտ բաները չհիշելու, այսինքն դա բնականաբար չի կարող անհետ մնալ եւ հենց այնպես ուղղակի վերցնենք, դա անցնենք մի կողմ, նայենք առաջ միշտ պետք է նայել։ Դա աքսիոմա է, միշտ պետք է նայել առաջ, բայց դու չպիտի երբեք վախենաս հայ լինել, այսինքն չպիտի երբեք մտածես, որ հայ լինելը պետք է թաքցնեն, որովհետև ինքը կապված է ցեղասպանության։ Նման հարցեր եք քննարկում երբևէ։ Ես մի քիչ առաջ եմ նայում, այսինքն ինքնությունից հրաժարում պիտի չլինի, եթե քո առջև այո հաճախ դրված է բավականին բարդ խնդիր լուծելու։ Տեսեք, 1.5 ամիս անց Հայաստանում ընտրություններ են լինելու եւ արդյոք ցեղասպանության հարցը, հայ-թուրքական հարաբերությունների հարցը, ցեղասպանության առնչվող հատվածով լինելու է այդ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի օրակարգում եւ քարոզարշավի թեմաների թվում։ Ցեղասպանության հարցը չեմ կարծում, որ որևէ կերպ արծարծվելու է։ Իմ կարծիքով ընդհանրապես կոնսենսուս կա նույնիսկ անհաշտ քաղաքական ուժերի միջև ցեղասպանության հարցում, որևէ մեկը ցեղասպանության հարցը կասկածի տակ չի դնում, չի էլ կարող դնել, որևէ մեկը ցեղասպանության հարցում որևէ կտրուկ հայտարարություն կամ նման բան չի անում, անկախ նրանից թե ինչպես են մեկնաբանում կամ ինչպես են փորձում մանիպուլացնել որոշ իշխանությունում գտնվող անձանց մոտեցումներ, բայց ես կցանկանայի անդրադառնալ ամեն դեպքում Գևորգի մոտեցմանը եւ մի փոքր ավելի լրացնել իրականում, այո, համաձայն եմ, կա պետական շահ եւ պետական օրակարգ հասկացություն եւ կա ազգային երազանք հասկացություն եւ երկուսն էլ զուգահեռաբար պիտի գոյություն ունենան։ Այո, ես համաձայն եմ, որ չի կարելի խոսել այն մասին, որ երբեք ոչինչ հնարավոր չէ փոխել կամ նման մի բան, բայց պետք է գործել մեր ժամանակում, մեր ժամանակի համար։ Այսինքն տեսեք, հիմա մենք 2026 թվականում ենք եւ մենք պետք է հասկանանք, թե 2026 թվականին Հայաստանը ծաղկեցնելու, զարգացնելու, առաջ տանելու համար ինչ է անհրաժեշտ։ Բնականաբար իմ կարծիքով ոչ միայն անհրաժեշտ չէ, այլև վնասակար է, եթե մենք 2026 թվականին Թուրքիայից հող պահանջենք։ Եթե կգա 2300 թվականի, 2500 թվականը կամ ցանկացած թվական, երբ մեր սերունդները կլինեն այլ իրավիճակում, կգնահատեն, որ այդ իրավիճակում կարող են պահանջել, կարող են վերցնել կամ չեն կարող կամ չեն ցանկանում կամ ցանկանում են բարեկամություն անել, իրենք իրենց որոշումը կկայացնեն։ Մենք պատասխանատու ենք 2026-ի համար, մենք 2200-300-ի համար պատասխանատու ենք ընդհանրապես։ Բայց մենք ուզենայինք չպետք է որոշումներ կայացնենք, որոնք զրկեն հետագա այդ դուք ինձ կանխեցիք։ Մենք պատասխանատու ենք այդ հետագայի համար այնքանով, որքանով մենք այսօր կարողացել ենք ավելի հարուստ, ավելի բարգավաճ, ավելի զարգացած երկիր ժառանգենք իրենց։ Այդ մի րոպե։ Ընտրարշավի վրա ինչ որ ձևով կազդի այս թեման շոշափվելու է։ Կարծում եմ, որ ոչ այդքան ցեղասպանության հարցը, որքան հայ-թուրքական հարաբերությունների, հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը, տեսանյութում կարևոր անդրադարձ կար ֆուտբոլային դիվանագիտությանը եւ նաեւ առայն որ վերջապես Հայաստանի իշխանությունները ընդունեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների որևէ տեղաշարժը կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների։ Դա դեռևս տարիներ առաջ դա պարզ էր, բայց չգիտեք ինչու իշխանությունները դա անընդհատ փորձում էին անտեսել եւ չկապել եւ փորձել։ Այո, ընդ որում հասկանալի է, որտեղ որքան դրանք առանձին են, այնքան ավելի հեշտ է։ Եվ այո, բնականաբար պետք է դրանք առանձնացվեն, բայց այլ հարց է, որ թուրքական իշխանությունները բնականաբար նաեւ ադրբեջանական ազդեցությամբ դա մեկը մյուսի հետ փոխկապակցում են եւ ասեմ որ օրինակ սահմանները, որտեղ ինձ մե պետք է վերադառնանք նաեւ այդ հարցին, սահմանների բացում, հա։ Սահմանների բացման մասով ես կարծում եմ, որ Թուրքիան չի գնալու այդ ուղղությամբ, քանի դեռ ընդհանրապես գոնե այս փուլում։ Այսինքն սահմանը
եթե խոսենք երբևէ հիբրիդային պատերազմներից, սահմանի փակ լինել հիբրիդային պատերազմների վարման ձևերից մեկն է եւ լավ լծակ պետության վրա եւ այդ լծակից հրաժարվելը չի կարող լինել առանց որևէ գին վճարելու այդ գինը կարող է լինել վերաբերվել ցեղասպանության։ Կարող է լինել, ես չեմ կարծում այդքան ուղիղ հեշտ է լինելու, բայց դրա լինելու է, այսինքն Թուրքիան այդ պահանջները հաճախ է դրել ցեղասպանությունից հրաժարում կամ գոնե այդ թեման, այսպես ասած, սառեցում պատմաբաններին թողել, Սփյուռքի հետ հարաբերությունների հնարավոր սահմանափակում, եկեղեցու դերակատարության սահմանափակում եւ այլն, որոշակի թուրքական կողմը նկատում եք նշույլներ դրա, որ Հայաստանում ոմանք պատրաստ են քննարկել այդ նախապայմանը։ Եթե ասեմ այո, պիտի հարցնեք երևի ովքեր, բայց կա նման մոտեցում, որ եթե մենք ուզում ենք ի վերջո այդ հարաբերությունները լավա, դա ես չեմ կիսում, ես չեմ ասում, որ ես այդպես եմ կարծում, բայց պետք է տեսնել, թե դիմացի կողմը ինչ է ուզում եւ փորձել բավարարել, այսպես ասած, այդ պայմանը։ Ես չեմ կարծում, որ դա ճիշտ ճանապարհ է, բայց այո, իհարկե կլինեն մարդիկ, ովքեր կասեն, որ պետք է ի վերջո դնել մի կողմ, այսինքն ինչ-որ մի գին վճարել, օրինակ ոմանք ասում են Արցախը պետք է տալ նախքան հարձակումը, եթե տայեք, այս ամեն ինչը չէ լինի եւ եթե տայինք, մենք ենթադրենք, թե օրինակ չենք ունենա այս կամ այն բաները։ Հիմա էլի խոսում է այն մասին, որ եթե մենք օրինակ անենք այն ինչ որ Թուրքիան, Ադրբեջանը այս պարագայում մեզանից պահանջներ, օրինակ փոխել սահմանադրությունը, վերացնել անկախության վերաբերյալ հղումները, դեռ դա սկիզբն է, այնտեղ էլի պահանջներ կան, ապա կլինի խաղաղություն։ Դրանք այդքան գծային չեն։ Այդ գործընթացը այտենց գիծ չի, որ եթե դու այդ գիծը քշեցիր, ինքը անմիջապես հակառակորդ կամ մյուս կողմում փոխելու է վարքագիծ։ Շատ զորա բարձրանալու է իր մոտ պարզապես։ Հիմա կարձականքեք Ալեն Սիմոնյանի խոսքը մեջբերվեց տեսանյութում, ազգային ժողովի նախագահը հաստատեց, որ հայ-թուրքական սահմանի բացմանը խանգարում է ոչ թե ցեղասպանության հարցում Հայաստանի կարծր դիրքորոշում, այլ Ադրբեջանը։ Փաստորեն մենք միայն Ադրբեջանի հետ պետք է բանակցենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար։ Երկու արձագանք, որ գտնում են պարտադիր պետք է հնչեն։ Բայց հարցը չմոռանանք։ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ մեկ պահանջ կա, միայն մեկ պահանջ կա այս բանի, եւ այդ մեկ պահանջը վերաբերում է Սահմանադրության նախաբանից անկախության հռչակագրի։ Դա հրապարակային ձևով հայտարարելով պայմանների մասին։ Հրապարակային արտահայտված է եւ ոչ հրապարակային էլ, ես նշեմ, որ տեղեկություններին տիրապետում եմ այլ պահանջ փաստացի Հայաստանից Ադրբեջանը չունի, եթե այդ պահանջը կատարեք, նրանք են այդպես ասում, իհարկե ես չեմ կիսում, որ այդ պահանջը պետք է կատարել, այդ կարծիքը, բայց նրանք ասում են, որ եթե այդ պահանջը կատարեք, մենք խաղաղության պայմանագրի կստորագրենք եւ բոլոր ուղղություններով առաջ կշարժվենք։ Թեև ես նշեմ, որ երբ քաղաքասարակության ներկայացուցիչների կազմում ես Ադրբեջանում էի, խոսակցություն է եղել նաեւ այն մասին, որ եթե չլինի այդ պահանջը չկատարվի, ինչ կլինի, եւ ադրբեջանական կողմը ոչ 100%, բայց մոտավորապես ասել է, որ այդ դեպքում խաղաղության պայմանագիր չենք ստորագրի, բայց դա չի նշանակում, որ մյուս տեղերում կկանգնենք, ոչինչ չենք անի, փորձենք այլ ուղղություններով հարաբերություններ հաստատել, փորձենք խաղաղության օրակարգը այլ ուղղություններով առաջ տանել, օրինակ սահմանազատման, սահմանագծման հարցերում։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, պիտի խնդրեմ կրկնեք, որ Հայաստանի կարծր դիրքորոշումն է, ոչ թե Հայաստանի կարծր դիրքորոշումն է խանգարում, այլ Ադրբեջանի ազդեցությունն է։ Ես հատուկ ցանկացա կրկնեք, որովհետև դրան էլ պիտի անդրադառնամ։ Տեսեք, նորից երբ մենք Ադրբեջանում էինք, բազմաթիվ են եղել հարցերը Թուրքիայի մասին, թե քաղաքասարակության ներկայացուցիչներին, թե Ադրբեջանի նախագահի օգնականին, եւ իմ տպավորությամբ, իհարկե նրանք շատ դիվանագիտորեն են խոսում, բայց իմ տպավորությամբ նրանք ցանկանում են ցույց տալ, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցը իրենց գրպանում է, որ պահին, որ իրենք կորոշեն, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բացելը այլևս իրենց շահերի դեմ չէ, Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի։ Իհարկե ուղիղ որևէ մեկը դա մեզ չի ասում, բայց իրենց մոտեցումները, իրենց խոսանավումները, իրենց պատկերացումները ներկայացնելիս դա է հասկացում, ընդ որում ես նշեմ, որ պարտադիր չէր գնալ Ադրբեջան իրենց հետ խոսել, որպեսզի դա հասկանալի լիներ, բավական ժամանակ է արդեն, որ բազմաթիվ եւ բաց եւ փակ խողովակներով տեղեկություններ են գալիս, որ Թուրքիայում մեզ ասում են, ընդ որում թուրք փորձագետների հետ հանդիպումների ժամանակ իրենք էլ են նշում, մեզ ասում են, որ եթե ցանկանում եք սահմանը բացել, պայմանավորվեք դրա մասին Ադրբեջանի հետ։ Այսինքն ճիշտ եմ հասկանում Ալեն Սիմոնյանի խոսքերից, որ հայ-թուրքական սահմանի դարպասը գտնվում է Բաքվում։ Դա նորություն չէ, ես ինչպես նշեցի, բայց պետք է հասկանալ, որ
Հայաստանը Արցախով եւ Հայաստանը առանց Արցախի երկու տարբեր պետություններ են եւ ժամանակին երբ որ Թուրքիան մեզ հետ նույն ֆուտբոլային դիվանագիտություն եւ դրանից առաջ եւ դրանից հետո փորձել է հարաբերություններ կառուցել, այդտեղ բավականին շատ էին հայկական կողմի նաեւ լծակները։ Հիմա Հայաստանը ըստ էության Ռոբերտի համաձայնում է Ադրբեջանի կմահաճույքի այսպես ասած դա հենց հիբրիդային պատերազմներից մեկն է գործիքայնացում instrumentalization կամ weaponization, այսինքն երբ որ դու վերցնում ես ինչ որ մի լծակ եւ իրան դարձնում ես ռազմավարական ճնշում բանեցնելու հնարավորություն եւ մաքսիմալացնում ես դա ինչքան հնարավոր է եւ նաեւ սկսում ես փորձել կորզել զիջումներ։ Այն երբ որ սահմանադրական փոփոխությունների մասին ես ասում եմ դեռևս տարիներ առաջ շատերը այստեղ նաեւ իշխանության կողմից ասում են նման բան չկա, նման պահանջ չկա, Ադրբեջանը նման պահանջ մեզնից չի ներկայացնում։ Այդ պահանջները շատ են եւ նրանք բարբերաբար են բերում հրապարակ իրենց պահանջները, սկսած անկլավների վերադարձ, Հայաստանի զինված ուժերի կրճատում, դա ժամանակին վերաբերում է նաև Արցախի պաշտպանության բանակի հանուն կրճատում եւ ընդհանրապես։ Այսինքն դա բանավոր դրվող պայմաններն են։ Դրանք տարբեր քննարկումներում, այո, հնչեցվող մտքեր են, որոնցից մեկը օրինակ եղել է այն, որ Ադրբեջանը դեռ դա իրենք ասում են տարիներ առաջ, ես վերջերս ես լսեցի նույն Ալեն Սիմոնյանի շուրթերից, որ բայց ինքը ուրիշ կոնտեքստում էր ասում, որ ադրբեջանցիները ասում են, որ Ադրբեջանը պիտի դառնա Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Եվ սա, այսինքն այս քայլերի ուղղվածությունը մեզ ցույց է տալիս, որ իրենք փորձում են ասիմետրիան հնարավորինս մեծացնել Հայաստանի համեմատ, այսինքն այնպիսի ասիմետրիա ստեղծել, որ Հայաստանը ընդհանրապես չկարող, այսինքն չլինի ֆունկցիոնալ պետություն, որը չկարողանա մանևրել այնպես ինչպես իրեն է հարմար իր շահերից է բխում, այլ միայն Ադրբեջանի գծագրով, այսպես ասած, Ադրբեջանի դրած քարտեզով հնարավորություն ունենա Հայաստանը գնալու։ Ինչ կանեն իշխանությունները, որքանով կգիտակցեն իրենք այս սպառնալիքները, արդյոք կքարտեզագրեն այդ սպառնալիքները, սա այլ հարց է, որքանով կբարձրացնեն Հայաստանի դիմակայունությունը, խոցելիությունները կնվազեցնեն, կախվածությունները կթուլացնեն, ընդ որում բոլոր կողմից, ոչ թե ընդհակառակը կստեղծեն նոր կախվածություններ, սա էլ արդեն երևի թե իշխող բացի ուժից նաև այլ քաղաքական ուժերը, կուսակցությունները ընտրաշավի ժամանակ փորձ ինձ կողմը հետաքրքիր է տեսնել, թե իրենք ինչ են առաջարկում այդ ասիմետրիաների հարցում։ Իսկ հիմա տեսնենք, թե մեր համակարգացիները ինչ են մտածում հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին։ Բավական ճիշտ որոշում է այդ դեպի բարեկամություն գնալը։ Սահմանների բացումը կբերի մտավախության։ Հարաբերությունները լավ բանի կբերեն։ Մտավախություններ միշտ կան, ու ճիշտ է որ կան, պետք է ամեն դեպքում զգուշանանք։ Իրանք շատ են, տենց մենք մի քիչ փոքր ազգ ենք, այդքան թուրք լծվիստը ինչի կբերի էլի։ Դե վտանգ ինձ թվում է որ վտանգը լիներ ավելի շուտ արդեն եղացած կլներ։ Սահմանները ինչ որ մի օր պետք է բացվեն, ես չեմ ասում հիմա բացվեն միանգամից թուրքերը կան լծվեն, նախ եթե բացվեն էլ չեմ կարծում որ թուրքերը կգան, այդ հատվածում հիմնականում քրդերն են բնակվում։ Կբերեն գտածանդիկը ստեղի ժողովուրդը սոված կմնա։ Եթե դու գնաս շուկա գնելու իմանաս Թուրքիային նաև Հայաստանին է պարչի առնելու ես դու հայկականը։ Հայ գյուղատնտեսությունը կվերանա, հայկական գյուղը կհայաթափվի, կարտագաղթի, հայերեն ասած հերը կարիսի Հայաստանի։ Լավ բան չկա էս։ Չէ, չկա, լավ բան չկա։ Շատ լավ կողմեր են լինելու, եթե սահմանները բացվեն, վատ կողմեր են լինելու, բայց վատ կողմերը հնարավոր է վերահսկողության տակ պահել իմ կարծիքով։ Այսինքն չթողնել, որ օրինակ թուրքական արդյունաբերությունը կամ տնտեսությունը հայկականին անցնի Հայաստանում։ Ամեն մարդ թող իր բուն օրանում ապրի։ Չեն կարող հավերժ շրջափակված լինենք թշնամիներով։ Ես դեմ եմ օրինակ իրանական ստեղծ սեփականություն ունենալ։ Ամեն դեպքում այդ ռեգուլյացիաները իմ կարծիքով արդեն պետությունը պետք է փորձի վերահսկել ու ներդնել։ Հիմա դուք թուրքական սվիտեր եք ակել, թե հայկական։ Դա թուրքական է։ Թուրքական լինի թե չլինի, այդ ինչ որ մի բան չի փոխելու։ Մենակ հագուստը չի, շատ բաներ կա որ թուրքական։ Ազգը պիտի մնա որպես ազգ, հայ ազգ։ Մենք ոչ մի ազգին ոչ միացել ենք, ոչ էլ ինչ որ նրա մնացորդներից ենք։ Բարեկամդ վատը լինի չես գնահատում, բայց որ հարևանը դա վատը ոնց կարա դրա վրան քեմպ այս։ Որտեղ է գրված որ մարդ հարևանների հետ պիտի լավ ապրի։ Իսրայելը քանի հարևանի հետ լավ հարևանություն անում։ Ինչ որ ֆորմալ բան է, դեսպաններ ունեն, էս ունեն։ Կամ Ռուսաստանը իր բոլոր հարևանների հետ լավ է։ Նույն այդ ծովից ծով Հայաստանը իրանց պանթուրքիզմը, այսինքն
այդ մտածողությունը բոլոր երկրներում կա, բայց իմ կարծիքով ինքը հիմա ոչ մի մեր երկրներից ոչ մեկում առաջնահերթություն չի ժողովրդի համար։ Թշնամին մնում է թշնամի, կապ չունի։ Աստված մեր ազգի կողք կլինի միշտ, բայց ես չեմ հավատում այդ լծվելուն ու լավ ելնելուն։ Կարևոր թեմաներ արտացվեցին։ Դե տեսեք, հա, ենթադրենք Թուրքիան համաձայնվում է բացել սահմանը։ Ինչ որ խնդիրներ դրանով լուծվում են, բայց բնական է, որ ինչ որ նոր խնդիրներ են ստեղծվում։ Արդյոք Հայաստանը պատրաստ է թուրքական տնտեսական էքսպանսիային, դեմոգրաֆիկ էքսպանսիային, հումանիտար էքսպանսիային։ Գիտեք, ես չեմ կարծում, որ սահմանը բացելուց հետո մենք դրանցից որևէ մեկին բախվելու ենք։ Նախ նշեմ, որ տնտեսական էքսպանսիա չի լինելու։ Նշեմ, որ Թուրքիայի տնտեսությունը Հայաստանում եղել է միշտ։ Միայն 2024 թվականի տվյալներն եմ ես սպային հիշում, 2024 թվականին Հայաստանը Թուրքիայից ներմուծումը կազմել էր մոտավորապես 350 միլիոն դոլարի, որը 4-րդն է Հայաստանի չի կրկնապատկվի միանգամից։ Ինչու պետք է կրկնապատկվի, եթե հետապրակները եկել են ավելի հասանելի կլինի հայկական շուկա։ Գուցե ավելի էժան լինի, եթե որակով բան լինի, ավելի էժան լինի, ինչ խնդիր կա, մենք չենք կարող փախչել մրցակցությունից։ Հակառակ դեպքում փակեք Իրանի սահմանը եւ հայ արտադրողների շահերը ինչ որ պետության կարգավորման շրջանակներում։ Ինչ եմ ասում, պետությունը պատրաստ է կարգավորել։ Եթե պատրաստ չի, ապա դա պետություն չի։ Եթե պատրաստ չի, ուրեմն պետք է իշխանություն չլինի։ Եթե ոչ մի իշխանություն չունենանք, որը կարողանա դա կարգավորել, ուրեմն պետք է պետությունը փակենք, թողենք գնանք այստեղից։ Հասկանում եք, հնարավոր չի փակվել, իզոլացվել եւ այդպես ապրել։ Հակառակ դեպքում մենք պետք է փակենք Իրանի սահմանը եւ Իրանից ոչինչ չբերենք։ Ամենը ուզում եմ ձևակերպենք խնդիրներ ունենք, կա այդ խնդիրը թե չէ։ Խնդիրներ չլինել չեն կարող որևէ փոփոխության դեպքում եւ նույնիսկ չփոփոխվելու դեպքում փակ սահմանն էլ իր երթի խնդիր։ Բայց պետությունը հենց դրա մասին է, որ խնդիրներ դրվեն եւ այդ խնդիրները լուծվեն։ Իշխանությունները հենց դրա համար են, որ այդ խնդիրներին լուծումներ փնտրեն եւ գտնեն։ Մարդիկ էլ դրա համար են, որ ընտրեն այն իշխանություններին, որոնք այդ խնդիրները կարողանում են լուծել։ Նույնը վերաբերում է ժողովրդագրական էքսպանսիային, դուք ասում եք, ես նշեմ, որ Հայաստանում ոչ մի օրենքով երբևէ չի արգելվել թուրքերի կողմից սեփականության ձեռքբերումը։ Թուրքեր մշտապես թուրքերական քաղաքացիներ մշտապես Հայաստան եկել։ Դա հարցի մի այլ կողմն է։ Տեսեք, դուք կան մարդիկ, ընդ որում դուք չեք ասում, բայց կան մարդիկ, երբ մենք հանդիպում ենք մարդկանց հետ, հատկապես սահմանամերձ մարզերում, ովքեր մտավախություն ունեն, թե թուրքերը կգան իրենց տները կվաճառեն, տները կգնեն։ Երբ որ մենք ասում ենք, որ դուք մի վաճառեք ձեր տները, նրանք ճիշտ ասած շփոթվում են, ասում են, որ այդպես կարելի էր։ Այսինքն մարդկանց մոտ այդ մտածողության որոշակի խնդիր կա, որը մեր խնդիրն է, իմ, Գևորգի, այն մարդկանց, ովքեր որոշակի ազդեցություն են ունենում մարդկանց կարծիքի վրա։ Բայց ես անպայման ցանկանում եմ անդրադառնալ նաև Գևորգի նախորդ խոսքին, նշեմ, որ այո, այն ամենը, ինչ ասաց Գևորգը, որպես նախապայմաններ, որպես Հայաստանի նկատմամբ սպառնալիք շանտաժ եւ այլն հնչել են, բայց դրանք հնչել են մինչև 2025 թվականի օգոստոսի 8-ը, օգոստոսի 8-ից հետո բավական բան փոխվել է, սկսած արևմտյան Ադրբեջան այդ իրականում չի հնչում դա Անձամբ Ալիևի կողմից, ընդ որում ես նշեմ, որ բազմաթիվ գործոններ այս պահին այլևս չեն գրավում Ադրբեջան-Հայաստան բանակցություններում որևէ տեղ։ Օրինակ, Հայաստանի զինված ուժերի մասին Ադրբեջանը որևէ բան չի խոսում, ոչ պաշտոնական բանակցություններում, ոչ քաղաքացիությունների հանդիպումների ժամանակ, որոնց ինքս եմ մասնակցում, ոչ փորձագիտական հանդիպումների ժամանակ, որովհետև իրենք գտնում են, որ դա ձեր խնդիրն է։ Ավելին ասեմ, թրիփի հետ կապված հարցում նրանք հայտարարում են, որ մենք կհամաձայնենք այն տարբերակին, որ տարբերակը, որ դուք Միացյալ Նահանգների հետ կորոշեք եւ այդ տարբերակով կաշխատեք։ Այսինքն շատ հարցերում նրանք բավարարվել են ձեռք բերածով, դա չի նշանակում, որ վաղը չեն փոշմանելու, բայց այս պահին գոնե նրանք բավարարվել են ձեռք բերածով եւ փորձում են գոնե ունենալ նորմալ հարաբերություններ։ Ոչ ոք չի խոսում բարեկամանալու մասին։ Ես չեմ կարծում բարեկամանալ հնարավոր է գոնե մեր սերնդում։ Մենք խոսում ենք նրա մասին, եւ մենք, եւ այս պահին ադրբեջանցիներ գոնե այն հատվածը, որի հետ հանդիպում ենք, խոսում ենք այն մասին, որ սահմանը պետք է բացել, առևտուր անել։ Թե հաջորդ սերնդներում ինչ կլինի, դա հավանաբար հաջորդ սերունդները կորոշեն։ Գևորգ, նոր խնդիրներ կստեղծվեն սահմանի բացման արդյունքում եւ Հայաստանը որքանով է պատրաստ այդ խնդիրների լուծմանը։ Ճիշտ ասած, այս հարցը այնքան է չարչրկվել, այնքան է խոսվել սրա մասին, սահմանների, բայց եւ վերջին ընդհանրեն եթե Թուրքիան չփակե սահմանը 93-ին, մենք ունենանք բաց սահմաններ եւ նման հարցեր չեն լինի։ Ես տնտեսագետ չեմ, թեև շատ եմ ծանոթացել այդ ուսումնասիրություններին եւ դրական կողմին եւ բացասական կողմին, իհարկե այստեղ մտահոգություններ շատ կան։ Նախ պետք է ասել, որ վստահության գոնե կամ քաղաքական առումով վստահության այդ պատնեշները դեռևս հաղթահարված չեն։ Նույնը պիտի ասեմ նաեւ Ադրբեջանի մասով։ Մենք չենք հաղթահարել
եւ պետք է ասեմ, որ դա երկու կողմից է։ Անվստահությունը մեկը մյուսի նկատմամբ, անգամ ատելությունը եւ շատ զգույշ լինելը մեկը եւ Ալիևի խոսքով առաջնորդվելը դա ճիշտ ստիս մոտեցում չի, որովհետեւ միևնույն է թե ինքը ինչ է ասում, ես պիտի նայեմ իր մտադրություններին, ես պիտի նայեմ, որ օրինակ ենթադրենք իրենք ամբողջապես Արցախում ջնջում են հայկական հետքը, իրենք վարում են մեր դեմ ինքնութենական պատերազմ ըստ էության եւ իրենց համար հայկականության այդ տարի ներկայությունը այս տարածաշրջանում բավականին խնդրահարույց է։ Հետևաբար ես չեմ կարող ընդ որում երկու ծայրահեղության մեջ պետք չի ընկնել, ոչ պետք է ամբողջությամբ ասել, որ որևէ բան պետք չի հավատալ ադրբեջանական կողմին, կամ հակառակը, սրանից հետո մենք պետք է հավատանք իրենք ինչ են ասում։ Ի վերջո պատերազմը մղում են կառավարությունները, ոչ թե ժողովուրդները, այսինքն ժողովուրդները իրար մեջ ավելի հեշտ են գտնում լեզու, երկխոսելու, առևտուր անելու, դա միշտ է եղել ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի պարագայում, մնացած այլ ազգերի մոտ առևտուրը ամենակարևոր արժույթն է եղել, որը միշտ հնարավորություն է տվել մարդկանց փոխհարաբերվել, բայց տարբեր նաև օրինակներ ցույց են տալիս, որ առևտուրը երբեք չի գերիշխում ռազմավարական շահերի վրա, հետեւաբար եթե կա ռազմավարական շահ, ապա թե առևտուրը, թե ցանկացած խոսք կարող է ուղղակի նույն վարկյանում միջիկ դառնալ, հետեւաբար մեր խնդիրը, ինչպես որ նաև Ռոբերտը նշեց, պետության խնդիրը խնդիրները հասկանալն է եւ խնդիրներին պատրաստ լինելն է, հստակորեն իմանալ լավագույն սցենարից վատագույն սցենար։ Ես չեմ կարող շռայլություն թույլ տալ, մանավանդ ես որպես միջազգային հարաբերությունների մասնագետ, ես նեոռեալիզմի դպրոցի ներկայացուցիչ եմ, ես նայում եմ վատագույն սցենարին։ Ես չեմ նայում լավագույնին, ես պատրաստ եմ լինում վատագույն սցենարներին։ Եվ սա այն նաև քաղաքականությունն է, որը եւ Իսրայելն է վարում, եւ Միացյալ Նահանգներն է վարում, նաև Իրանն է այդ առումով այդպեսին, այսինքն ոչ թե պիտի նայեմ ինչքան լավ է ամեն ինչ, այլ պիտի փորձեմ տեսնել իսկ ինչն է վատ, իսկ ինչը կարող է խանգարել, ինչը կարող է ինձ վաղը խնդիրներ առաջացնել կամ այսօր խնդիրներ առաջացնել։ Հետո Ադրբեջանի վարքագիծը, եթե մենք մտածենք, որ իրենք փոխել են վարքագիծը, ես դա չեմ տեսնում, ինչու իրենք պիտի իրենց վարքագիծը փոխեն, ինչու իրենք պիտի հրաժարվեն հանկարծ ռազմավարական իրենց նպատակներից։ Բացարձակապես, այստեղ միակ բանը, որ կարող է իրենց կանգնեցնել, այլ պետության, տվյալ պարագայում Հայաստանի ուժեղ լինելն է։ Բոլոր առումով, տնտեսական, մշակութային, հոգեբանական, տեղեկատվական, բոլոր առումով եւ բնականաբար ռազմական։ Ոչ թե Ալիևը ինչ ասեց, թե ինչ չասեց, թե Ալիևը այն ժամանակ ասում էր, թե հիմա չի ասում, դրանք դա կարևոր բաներ են, բայց դա դեկլարատիվ քաղաքականություն է։ Մենք գործ ունենք նաեւ ռեալ պոլիտիկի հետ, որտեղ կոնկրետ մենք տեսնում ենք Ադրբեջանը եւ զինվելը, եւ անգամ դեկլարատիվ մակարդակում հակահայկականությունը, որը անընդհատ ու ամենուր ենք ուղղակի տեսնում իրենց զրույցներում, իրենց խոսույթներում, հետեւաբար մեր խնդիրը, այո, հնարավորինս փորձել նվազեցնել այդ վտանգները, սպառնալիքները, բայց մտածել, որ ենթադրենք իրենք հրաժարվել են Միչանսկի տրամաբանությունից կամ համակերպվելու են այն կետերին, որոնք ըստ էության չեն բխում իրենց շահերից, միայն որովհետև իրենք շատ ուզում են խաղաղություն ցանկացողները մեր եկեղեցիները չեն ոչնչացնի այդպես եւ այդքան հայատյացություն չեն զարգացնի։ Մեր ժամանակը ցավոք արդեն մոտենում է ավարտին, եկեք ամփոփենք եւ ինչ եք ուզեիք, որ հերոստատիտողը հիշեր ձեր այսօրվա խոսքերից, հաշվի առնելով, որ հաշված շաբաթներ անց ընտրություններ են եւ այդ հարցը նույնպես ինչ որ ձևով ազդելու է ընտրություններին։ Շնորհակալություն, ամփոփիչ խոսքում ամեն դեպքում նորից արձագանքեմ, ամբողջապես համաձայն եմ, որ մենք պետք է ուժեղ լինենք եւ մենք պետք է կարողանանք վատագույն տարբերակներին դիմակայել։ Ցավոք սրտի այս պահին մենք չունենք լավագույն եւ վատագույն տարբերակներ, մենք ունենք միակ տարբերակ եւ այդ միակ տարբերակն այն է, որ մենք պետք է փորձենք պահպանել մեր պետականությունը եւ ինքնիշխանությունը եւ փորձում ենք դա անել։ Իրականում մենք փորձում ենք գնալ այն միակ ճանապարհով, որը կարող է տանել, հնարավոր է շանս կա, կարող է տանել հաջողության, որովհետեւ մյուս բոլոր ճանապարհները երաշխավորած տանում են անհաջողության եւ Հայաստանի պետականության կորստի։ Եւ ամեն ինչ պետք է դնենք այստեղ, հույս ունենանք, որ մեր ջանքերը արդյունք կտան։ Ինչ է կհիշի հերոստատիտողը ձեր խոսքից։ Ես կարծում եմ, որ ինքը պիտի անի մի հետևություն, պետք չի վհատվել, պետք է միշտ շարունակել պայքարը բոլոր առումներով, որովհետև մրցակցությունը երբեք չի դադարել եւ ընդ որում դա ինչ որ առումով նորմալ է միջազգային հարաբերությունների համար, պարզապես միշտ պետք է փորձել լինել մրցունակ։ Այսինքն մենք կարիք ունենք այսօր դառնալու մրցունակ ժամանակակից ազգ։ Եվ սա պիտի լինի իմ ուղերձը, որ
ոչինչ հեշտությամբ չի տրվում, առանց ջանքերի չի տրվում։ Կարևորը որ մենք այդ գիծը ունենանք եւ գնանք այդ ուղղությամբ։ Բայց նաեւ անհնարին ոչինչ չկա։ Անհնարին ոչինչ իհարկե չկա։ Անհնարին ոչինչ չկա, այս հարցում երկու ընդդիմախոսները, թեև այդքան էլ ընդդիմախոս չէին, բայց այս հարցում նույնպես համակարծիք են։ Մնում է հիշեցնել, որ զրուցակիցներս էին փորձագետներ Ռոբերտ Ղևոնդյանն ու Գևորգ Մելիքյանը։